Շռայլ պարգևավճարներից հետո դատավորները ոտքի են կանգնել։ Մինչ ամանորի նախաշեմին պետական կառավարման համակարգում շռայլ պարգևավճարներ էին բաժանվում, գործընթացը կարծես դարձել է վարակիչ։ Հիշեցնենք, որ պաշտոնական հրապարակումներով հայտնի դարձավ վարչապետը ստացել է մոտ 15 միլիոն դրամի, իսկ նախարարները 8-ից 10 միլիոն դրամի պարգևավճարներ այն պայմաններում, երբ հասարակության 21.7% հատվածը աղքատ է։ Փաշինյանի մեկ օրում ստացած պարգևավճարը մեկ թոշակառուի 11 տարվա թոշակն է։ Այս ամենը տեսնելով դատական համակարգը եւս չի ցանկանում հետ մնալ։ Արմնուր լրատվականը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Լիպարիտ Մելիջանյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտին, պահանջելով տարիներ առաջ իրեն չվճարված հավելավճարների հատուցումը։ Խոսքը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ նա եղել է բարձրագույն դատական խորհրդի անդամ եւ այժմ պահանջում է պետությունից վճարել իրեն հասանելի գումարները։ Ստացվում է, որ երբ գործադիր իշխանությունը առանց զսպումների պարգևավճարներ է բաժանում, դատական համակարգն էլ սկսում է իր բաժինը պահանջել բյուջեից։